Տիկին Դավոյան, ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրները, մասնավորապես Ուժեղ Հայաստանը, ուր գնում էին մարդկանց վախեցնում էին 300,000 ադրբեջանցիներով, երեկ էլ ամբողջ օրը խոսեցին, անցում կատարեցին թուրքերին, ըստ ձեզ սա օրակարգ չունենալու մասին է վկայում։ Դե այսօր էլ հավելեմ, որ Նարեկ Կարապետյանը հղում կատարեց 2022 թվականի Ադրբեջանի նախագահի ինչ-որ խոսքի 300,000 ադրբեջանցիների հետ կապված, բայց անտեսվեց այն փաստը, որ այսօր 2026 թվականի օգոստոս ամիսն է եւ հետեւաբար հղում կատարել 3 տարի, 4 տարի, 5 տարի եւ ավելի հետ գնալ բազմաթիվ հայտարարություններ կարելի է մեջ բերել, որոնք արդեն բավականին ժամանակավեր են եւ 300,000 ադրբեջանցիների մասին այս խոսույթը իրականում ոչ մի բանի մասին է եւ ես շարունակում եմ պնդել, որ դա ահաբեկչական միջոցառում է եղել նախընտրական, որը նրանք օգտագործել են ընտրողներին ահաբեկելու եւ ադրբեջանցիներով Հայաստանը լցնելու մասին, հետեւաբար չունեն ասելիք, հակափաստարկներ չունեն եւ չեն էլ կարող ունենալ եւ վստահաբար 5 տարի իրենք չեն կարողանալու պատասխանել այն հարցին, թե ինչու են 300,000 ադրբեջանցիների հետ կապված մեջբերումներ արել նախընտրական շրջանում։ Այս կեղծ օրակարգով նրանք որքան կկարողանան աշխատել։ Շատ քիչ, արդեն չեն կարողանում։ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ դե իրենք դեռ նոր են, շատ բաներ դեռ կհասցնեն սովորել։ Իրենք այն սկզբում են, հա, երբ որ ասում եք, որ նոր է քաղաքականության մեջ, նրանք նեղվում էին, ներսրտում էին։ Բայց իրենք ես չեմ հավատում այդ խոսքերի անկեղծությանը, որովհետև իրենք գալիս էին իշխանություն վերցնելու եւ իշխանություն վերցնելու իրենց այդ կարգախոսների մեջ որևէ կերպ չկար, որ իրենք նոր են եւ իրենք դեռ բաներ ունեն սովորելու։ Իրենք ասում էին, որ իրենք այլ ելք ընտրությունների չեն ակնկալում, չեն տեսնում եւ բացառում են, իրենք պիտի գան իշխանության եւ երբ հարցեր հնչում, որ եթե դուք չկարողանաք իշխանություն ձևավորել, ինչպիսի ընդդիմություն եք ձեզ պատկերացնում, իրենք այդ հարցին ուղղակի չէին պատասխանում, ասելով, որ այդպիսի ելք հնարավոր չէ։ Իրենք պատրաստ չեն ընդդիմություն լինելու, իրենք պատրաստ չեն ընդդիմադիր падգամավոր լինելու եւ վստահաբար կարծում եմ անհարմար են իրենց զգում այս կարգավիճակում եւ չունեն օրակարգ, որովհետեւ իրենց օրակարգը իշխանության օրակարգն է եւ ընդդիմության օրակարգը իրենց դիսկոմֆորտ է պատճառում, նույնը տեղի է ունեցել նախկինում, երբ պատիվ ունեմ ներ գալիս իշխանություն վերցնելու եւ Հայաստան դաշինքը, երբ նրանց համար էլ ընդդիմություն լինելը դիսկոմֆորտ եւ այդպես շարունակվեց մինչև այսօր եւ շարունակվում է։ Հատկապես երեկվա նիստից հետո արտախորհրդարանական շատ ուժեր ձեզ մեղադրում են, որ այս ուժերը դեռ ընտրաշավի ժամանակ դեռ պետք է չհասնեին, որ մի հատ էլ գային ազգային ժողովում այս տեսակ ելույթներ ունենային, դեռ պետք է մեկուսացվեին այդ ժամանակ, ձեզ են մեղադրում, ինչ կասեք։ Դե մեզ մեղադրում են եւ այդ մեղադրանքները կարծում եմ դեռ երկար պիտի հնչեն, որովհետեւ կապված են նաեւ նրանց գործունեության հետ եւ շարունակական են լինելու, որովհետեւ ինչպես տեսնում ենք, նաև այդքան էլ սովորելու ցանկություն չունեն եւ վերանայելու իրենց մոտեցումները, որովհետեւ ճիշտ նույնպես կրկնում են պատիվ ունեմի եւ Հայաստան դաշինքի գործելավոճը եւ շարունակելու են կրկնել վստահաբար, որովհետեւ չեմ կարծում, որ կարողանան դուրս գալ հայ-թուրքական այս թնջուկից իրենց իսկ սարքած, իրենք ընկել են իրենց իսկ սարքած թակարդը, եթե ընդդիմադիր падգամավորը ազգային ժողովի նախագահի թեկնածուին բազմաթիվ հարցեր առարկայական, կառուցողական, քննադատական, Հայաստանի Հանրապետության արտաքին, ներքին տարբեր օրակարգերի վերաբերյալ հարցեր տալու փոխարեն ասում է, որ արդյոք դուք Թուրքիայում թուրք տեսել եք կամ ինչպիսին է այդ ձեր տեսած թուրքերի անգամ կանտովկին է անդրադառնում, ապա այդտեղ տեսնել առողջ ինչ-որ օրակարգ, դա կանտովկայի օրակարգ կարող ենք ձևակերպել։ Իսկ հույս կա, որ ձեզ կհաջողվի նրանց գոնե 5 տարվա ընթացքում բերել կառուցողական դաշտ։ Չգիտեմ, հուսով եմ, որ դա կապված է նրանից, թե իրենք ինչպես կվերանայեն իրենց գործելավոճը, արդյոք երբեմն ժամանակ կամ ցանկություն կունենան լսելու իրենց իսկ հնչեցրած հարցերը, իրենց ելույթները եւ տեսնելու, թե այդ ելույթները որքան չեն համապատասխանում այսօրվա մեր իրողություններին։ Եվ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց գաղտնի պլանի մասն է կազմի միջոցով հաղթելը եւ ձեզ իշխանությունից հեռացնելը, դրան զուգահեռ հենց նույն ձեր հայրենի Լոռու մարզում բարեգործություն են անում իբրև թե, բայց կարծեք թե դա ընտրակաշարք է, հա, նման ընտրություններից առաջ գյուղտեխնիկա նվիրել է անվճար ավտոբուս, բնակարան 5-րդ երեխա ունեցող ընտանիքին։ Գիտեք, այստեղ խնդիրը որն է, նախ գաղտնի
դու ընդդիմադիր ուժ ես եւ որոշում ես կայացել իշխանություններին հեռացնել, չգիտեմ դրա պլանի գաղտնի լինելը որն է։ Գաղտնին այն պիտի լիներ, որ իրենք որևէ հայտ չներկայացնեին, ինչ որ նկուղներում, ինչ որ պլաններ մշակեին եւ փորձեին ինչ որ բաներ անեին։ Դուք քաղաքական հայտ եք ներկայացրել, ասում եք մենք ձեզ իշխանությունից հեռացնելու ենք, բայց դա մեր գաղտնի պլանն է։ Կարծում եմ շատ հետաքրքիր գաղտնի պլան է, որի մասին ոչ ոք չգիտի եւ օրիգինալ, չգիտեմ, շատ հետաքրքիր է այդ գաղտնի պլանը։ Ինչ վերաբերվում է Լոռի մարզում տեղի ունեցող այդ բարեգործական ակցիաներին, դրա հետ կապված կան բազմաթիվ նկատառումներ, նախ եւ առաջ այստեղ արդեն բաժանում է դրվում Հայաստանի Հանրապետության մարզերի, քաղաքների, քաղաքացիների մեջ, որովհետև այսինքն ինչ եթե դուք այդտեղ շատ ձայն եք ստացել, այդտեղի բնակիչները որ բանով պիտի օգտվեն ձեր, այսպես ասած, բարեգործական ակցիաներից, այլ տեղի քաղաքացիները չեն օգտվելու, նշանակում է եթե միտեղ իշխանությունը քիչ ձայն է ստացել, մենք այդտեղ որևէ ծրագրեր պիտի չիրականացնենք, այնտեղ որտեղ շատ ձայն եք ստացել, պիտի պետական ծրագրեր իրականացնենք, չկա այդտեղ տրամաբանություն, այդտեղ քաղաքական մտածելակերպ չկա, այդտեղ բիզնես հոգեբանություն է, այսինքն այն հոգեբանությունը, որով իրենք եկել են անդիմադիր են դարձել եւ եկել գալիս էին իշխանություն վերցնելու, ինչ է նշանակում երկու այդ գյուղերին տալ կոմբայն, հետո ինչ որ փորձել ավտոբուսի հաց լուծել, որը իհարկե այնտեղ խնդիրներ կան բազմաթիվ, որովհետև չի կարող տեղափոխում իրականացնել ինչ որ կազմակերպություն, որը տեղ երթուղի կա, բազմաթիվ հացեր կան, այդտեղ էլ խնդիր կա, այդ բնակարանի հացն էլ, դա ընտրակաշարքի նման է եւ ոչ թե նման է, դա ընտրակաշարք է հենց, որովհետև եւ այստեղ մի հատ շատ կարեւոր բան եմ ուզում ավելացնել, այդ պատգամավորներից մեկի հայրը, դա Անդրանիկ Գևորգյանն է, նրա հայրը երկար տարիներ գյուղապետ է եղել եւ հիմա հակակոռուպցիոն դատարանը քննում է ապօրինի գույքով նրա հոր հարցը եւ եթե քո հայրը երկար տարիներ գյուղապետ է եղել եւ հիմա դու ուրախանում ես ինչ որ կոմբայնի համար, ապա դու բավականին երկար տարիներ ժամանակ եք ունեցել ձեր գյուղին ապահովելու եւ կոմբայնով եւ ինչ որ գյուղատնտեսական այլ տեխնիկայով, առավել եւս շատ կարեւոր է նշել, որ կառավարությունը տրամադրել է գյուղերին տեխնիկայով եւ այլ միջոցներով, հարց է առաջանում, թե ինչու այդ գյուղում կոմբայն չի եղել եւ որտեղ են հայտնվել այդ գյուղի գյուղատնտեսական մեքենաները, որովհետեւ եղել է եւ հետո ինչ որ մի օր չի եղել։ Ես ուզում եմ որոշ մարդիկ նաեւ չմոռանան, որ մեծ խոսելուց առաջ պիտի հիշեն, որ այդ տարածքից այլ մարդիկ կան, որոնք կարող են իրենց մասին ինչ որ բաներ պատմել։ Իսկ մյուս падգամավորը այսօր, որը նորից խոսում էր գյուղացիների մասին, կողքի գյուղից է, այդ падգամավորն էլ վերջերս վերադարձրել է 8 հողամաս, որովհետև ինքը եղել է նույն գյուղապետի խորհրդականը եւ քննչական կոմիտեի եւ դատախազության տարածած հայտարարություններում նրա մասին կարող եք կարդալ, որտեղ ասվում է, որ փաստաթղթերի կեղծում, կնիկների եւ այլ, որի շնորհիվ այդ հողերը գրանցել է իր ծնողի անունով, հետո քննչական գործողությունների արդյունքում բաց է դարձել թե ինչ է տեղի ունեցել եւ այդ հողերը վերադարձվել է համայնքին։ Հիմա այս երկու падգամավորները, արդեն падգամավորները մեծ շուկով խոսում են այն բարեգործությունների մասին, որոնք անում է իրենց կուսակցությունը, առավել եւս այդ մի երիտասարդը, որը հողերը վերադարձրել է համայնքին, նախկին դիմադրությունների ժամանակ ապրելու երկիր կուսակցության տեխնացուներ, այսօր ուժեղ Հայաստանի եւ կարծում եմ, որ այս անգամ էլ մոտակա ինչ-որ ժամանակներում էլ արդեն բաց է դառնում, որ կհայտնվի ենթադրաբար այլ ցուցակում, եթե նման հնարավորություն լինի, հետեւաբար պիտի ուշադիր նայենք, տեսնենք թե ով ինչ է ասում եւ հասկանանք այդ մարդկանց հետագիծը ինչպիսին է։ Եվ թիմերում արդեն տեխնացուների հետ կապված քննարկումներ ունեք, կան շոշափելի ինչ-որ։ Կան քննարկումներ կան եւ այդ մասին դեռևս չենք բացատրում եւ մի բան էլ եմ ուզում հավելել, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը, որը երեք շատ այսպես ջերմեռանդ կերպով խոսում էր Թուրքիայի մասին, պարոն Ռուբինյանի թուրքերի հետ հանդիպելու մասին, հետո նրան մոտեցել էին հարցնելու համար, թե արդյոք նա եղել է հանրապետական կուսակցության անդամ, խոսել էր, որ իր հետ հարգանքով խոսեն, քանի որ ինքը պատերազմի մասնակից է, առիթից օգտվելով ուզում եմ կոչ անել մեր գործընկերոջը ազգային ժողովի մեծ ամբիոնից, թիվ 1 քաղաքական ամբիոնից պատմել իր
կենսագրության մասին, իր մատական անցած ճանապարհի ուղու մասին, որ քանի որ իրենց բոլորին հետաքրքիր է մեր քաղաքական հետագիծը, մեր կենսագրությունը, ես որպես գործընկեր իրավունք ունեմ իմանալ իմ գործընկերոջ մատական ուղու մասին եւ ինչու՞ չէ հպատանալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։